Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտող եւ ես ենթադրում եմ, որ դուք արդեն քիչ թե շատ տեղյակ եք, թե ինչի մասին ենք մենք խոսելու։ Լոնդոն, Մոցարտի 40-րդ սիմֆոնիա, Վիվալդի արիաներ, տարվա եղանակներ։ Կլինգեն կամերային նվագախումբ, Փարիզ, Մադլեն կաթեդրալ, Խաչատրյանի սյուիթ, Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Բոստոն, ԱՄՆ, Ազնավուր շի, Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Բեյրութ, Լիբանան, Կոնստանտին Պետրոսյան, Հայաստան, Հայաստանի պետական կամերային նվագախումբ եւ այս բոլորն ու էլի տասնյակ համերգնապատումներ մի անվան եւ մարդու շուրջ։ Ում այսօր մենք հյուրընկալել ենք։ Այո, մենք սիրով այսօր եւ հպարտությամբ հյուրընկալել ենք բրիտանահայ երաժիշտ, դիրիժոր, տենոր եւ դաշնակահար Լոնդոնի Կլինգեն կամերային նվագախմբի եւ Կլինգեն երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, KCCA մշակութային ասոցիացիայի ղեկավար Սիփան Օլահին։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում, քանի որ նաեւ քիչ թե շատ ժամեր անց կարելի է ասել մեկնելու եք Հայաստանից, պատմեք այս պահին Հայաստանում գտնվելով ինչ գործունեություն եք ծավալում։ Շատ ուրախ եմ, որ ժամանումից մի քանի ժամ հետո հնարավորություն ունեցած էր տաղավարում հյուրընկալվելու։ Պիտի ասեմ, նախ շատ ոգեշնչող է ամեն անգամ այցելել հայրենիք եւ հատկապես զուգակցել իմ այցելությունները մշակութային գործունեությունների եւ նոր համագործակցությունների հետ։ Ուրախ եմ, որ պիտի ունենանք եւս համերգներ շուտով։ Հունիսի 16-ին սպասվում է մեծ համերգ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, ամերիկացի անվանի դաշնակահար Ջոել Մարտինի հետ, խորագիրն է Ջազիկլ Կոմիտաս եւ տեղի պիտի ունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հունիսի 16-ին նոր մշակումների եւ նոր մեկնաբանությունների ուրեմն առիթ պիտի ունենա ըմբոշխնելու հայկական հանդիսատեսը։ Համերգը արդեն ներկայացրել էինք այս երգացանկով անցյալ տարի Նյու Յորքում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ այցելության ժամանակ ԱՄՆ 5 նահանգներ եւ տեսնելով Նյու Յորքի հայ եւ ամերիկացի հանդիսատեսի ավելի քան 600 հոգանոց ներկայության ոգեշնչող ծափահարություններն ու կարծիքը այս մշակումների, որոշեցինք, որ այն պետք է նաեւ կրկնել հայրենիքում, ինչու՞ չէ նաեւ համերգը նաեւ պիտի տեղի ունենա Լոնդոնում իմ նվագախմբի հետ, կրկին անգամ Ջոել Մարտինի մասնակցությամբ հունիսի 27-ին ծրագրերը շատ են, խոսելիքները շատ են, այնպես որ ուրախ եմ, որ կա այս հնարավորությունը։ Աշխարհագրությունը լայն է, դուք ինքներդ ծնունդով Լիբանանից, հետո տեղափոխվելով Բրիտանիա, սերտ կապերի մեջ Հայաստանի հետ։ Ումից որտեղից եք ոգեշնչում, երբ այսպես բազմազան երաժշտություն եք ներկայացնում։ Ոգեշնչումը բնականաբար գալիս է հայրենիքից, ես այստեղ եմ մեծացել Հայաստանում, կրթությունս առաջին մեր Երևանի պետական կոնսերվատորիայում է եղել որպես դիրիժոր եւ երգեցողություն եւ եթե այդ չլիներ, չեմ հավատում իմ ունեցած մասնագիտական եւ գիտելիքներն ու փորձառությունը այդքան մեծ լիներ, որ ես կարողանայի մի այնպիսի վայրում, որտեղ Բրիտանիայում շատերի անգամ Հայաստան բառը չէին իմանում, ես կարողանայի այսպիսի մեծ ծավալուն գործունեություն ունենալ հատկապես երաժշտության բնագավառում, ներկայացնել հայկական դասական երաժշտությունը սկզբից իմ նվագախմբի հետ, որը հիմնել եմ 2013 թվականին, այնուհետև 2020 թվականից Կլինգեն կամերային նվագախմբի հետ միասին ներկայացնել ավելի քան 12 կոմպոզիտորների մեծածավալ ստեղծագործություններ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում ու հանրաճանաչ դարձնել եւ նրանց երաժշտությունը եւ անունը, ինչպես նաեւ ներկայացնել հայ ազգը իր մշակույթով եւ երաժշտությունով, որը որ բացարձակապես իրեն չի զիջում եվրոպական դասական ավանդույթից, մշակութային ժառանգությունից եւ ունենք մենք միշտ եւ բրիտանացի եւ հայ հանդիսատես, պրոֆեսիոնալ մասնագետներ, հանդիսատես, որոնք որ գալիս եւ հետաքրքրությունից առաջին հերթին նաեւ միտվելով ուզում են լսել այս նոր կոմպոզիտորներին եւ ապշում են, զարմանում են, ինչպես կարող է փոքրիկ մի երկիր այսքան զանազան տարբերվող երաժշտական մտածելակերպով հանդես գալ դարերի ընթացքում եւ ունենալ այսքան մեծ ժառանգություն
Եվ մեր աշխատանքն է, երաժիշտների սպարտականությունն է կատարել այս գեղեցիկ գոհարները ու վերջերս մի դոկումենտալ ֆիլմ էի նայում տիեզերքի մասին, փաստորեն չկա մի մարմին կամ մի երևույթ տիեզերքում, որ չի շարժվում։ Բոլոր մարմինները ինչ որ հաճախականությամբ շարժվում են, փաստորեն մենք էլ մարդիկ պետք է շարունակաբար ինչքան որ մենք կենթանի ենք, շարունակենք մեր շարժումը պերպետում մոբիլ է։ Ես ինքս ինձ այդ տիեզերքի մի փոքր մասնիկն եմ տեսնում եւ ինչքան ուժ եւ կարողություն կա իմ մեջ, պետք է փորձեմ շարժեմ իմ հետևից տանելով, իմ հետ միասին տանելով այն երաժիշտներին եւ հայ եւ միջազգային ազգությունների ներկայացուցիչներին, ովքեր որ կսիրեն այս գաղափարը ներկայացնել առաջին հերթին հայկական երաժշտություն, սա ես սկզբունքորեն ուզում եմ շեշտել, ինչու՞ չէ նաեւ մենք բազմիցս ներկայացնում ենք միջազգային երաժշտական մեծ գոհարներ եւ ունենք մեր հստակ ուրեմն երգացանկ ամենամյա եւ այդպես շարժվում ենք առաջ։ Ուրույն դեսպաններ եք ըստ էության մեր երկրի, Հայաստանի ու մեր ժողովրդի ներկայանում, սա շատ այսպես խրախուսելի, գովելի ու շնորհակալ գործ եք անում։ Քանի որ մենք խոսեցինք կուլիսներում ձեր գործունեության ակունքների մասին, մեզ հայտնեցիք, որ Լոնդոնում հայկական առաջին նվագախումբի ակունքներում եք դուք կանգնած եղել։ Իսկ հետաքրքիր է այդ փուլի մասին խոսենք։ Ինչպես ծնվեց գաղափարը, ինչպես որոշումը, ինչ դժվարություններ եղան այդ որոշման ճանապարհին։ Ինչպես ասացի, նախ եւ առաջ հիմնել եմ առաջին հայկական երգչախումբը 2013 թվականին։ Եվ երգչախմբի գործունեությունը ինքնին բերեց նրան, որ երգչախումբը վերջում վերածվեց մշակութային ասոցիացիայի եւ 2019-ին, երբ որ մենք նշում էինք Կոմիտասի 150-ամյակը, արդեն ես կազմեցի նաեւ Լարային քարյակ, որը որ միացավ նաեւ մեր երգչախմբին, ներկայացնելով Կոմիտասի ժառանգությունը, ու դա արդեն իսկ ինձ տվեց հնարավորություն եւ գաղափարներ քարյակը վերածել նվագախմբի։ Դրան հաջորդեց արդեն 2020 թվականի հանրահայտ կոവിഡ്յան, այսպես ասած, պանդեմիան, որը որ փակեց ամեն հնարավորություն թվում է, թե միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռեց մտածել, ստեղծել, միավորել մի շարք երաժիշտների գաղափարի շուրջ, ստեղծել նվագախումբ, որը որ պիտի ներկայացներ հայկական ստեղծագործություններ։ Տեսնում ենք դուք այսպես բավականին հաստ ալբոմով եք եկել, այդ ամենի ապացույցներով պետք է կրակի, հետեւաբար եթե բերել եք, պետք է անպայման տեսնենք։ Ես կուզենայի հատկանշական խոսել 2025 եւ 26 թվականին մեր մշակութային միջոցառումների մասին, 25 թվականին, այո, մենք իմ գլխավորությամբ ներկայացրեցի դասախոսություն եւ համերգ նվիրված ցեղասպանության 110-ամյակին 3 քաղաքում՝ Քարդիֆում, Լոնդոնում եւ Մանչեսթերում։ Խորագիրն էր հայ դասական երաժշտությունը եւ նրա ավանդույթները ցեղասպանությունից առաջ եւ հետո։ Մեծ ուրեմն դասախոսություն եւ հետաքրքիր ֆիլմի ցուցադրություն տեղի ունեցավ, որը հաջորդեց մեր վոկալ քարյակի մեկնաբանություններով 7 կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանություն, որոնք գրվել էին ցեղասպանությունից առաջ։ Ովքեր են նրանք օրինակ։ Բնականաբար Կարամուրզա, Կոմիտաս եւ Եկմալյան եւ այլն։ Դրան հաջորդեց մեր շատ մեծ համերգը նվիրված Անտոնիո Վիվալդիին։ Մենք ունենք մեր նվագախմբի եւ երգչախմբի հետ ու մեր սոլիստների հետ ավանդույթ ամեն տարի ներկայացնել մեկ բարոկ կոմպոզիտորի համերգի շրջանակներում եւ ընտրում ենք այնպիսի կոմպոզիտորների, որոնք որ զարմանալիորեն գրել են որևէ ստեղծագործություն կապ ունեցող հայ ազգի կամ հայ պատմության կամ հայ թագավորների։ Պիտի ասեմ, որ Վիվալդին գրել է Տիգրան մեծ օպերա, որի արիաներից նաև մենք կատարեցինք այս համերգին, ինչպես նաև ներկայացնելով ուրիշ մեծ ստեղծագործություններ, հատկապես տարվա եղանակները։ Մեկ այլ համերգ էր ուրեմն Sounds of Armenia in London, հայկական հնչյունները Լոնդոնում, ներկայացրեցինք 14 կոմպոզիտորի, մեր 45
ավել երաժիշտների հետ միասին մեկ համերգի ընթացքում Լոնդոնում սա հաջորդեց արդեն իմ հայաստանյան համերգը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ նվիրված Մարտիրոս Սարյանի 145-ամյակին եւ Ղազարոս Սարյանի 105 եւ Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակներին ու սրանից հետո արդեն Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ունեցանք տուր Փարիզյան Մադլենյան կաֆեդրալ տաճարում, այո, որը հետո արդեն շարունակվեց Սիեթլում, Միացյալ Նահանգներ, Լաս Վեգասում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Կոմիտաս եւ Ազնավուր։ Այո, սա հենց մեր առաջին համագործակցությունն էր Ջոել Մարտինի հետ Նյու Յորքի մեր համերգի ընթացքում ներկայացվեց Jazzical Komitas եւ Ազնավուր դասականներ։ Խորագիրը արդեն իսկ հետաքրքիր էր ջազային մեկնաբանությամբ ներկայացնել Komitas-ին, ինչի՞ չէ նաեւ Ազնավուրին դասական եւ կարծում եմ մեզ մոտ դա հաջողվեց։ Երաժշտասեր հանրությունը վստահ եմ այդ հնարավորություն ունենալու նաեւ այստեղ լսելու բավականին հաջող կատարումներ։ Եվ համերգային մեր տուրը շրջագայությունը Միացյալ Նահանգներում ավարտվեց Բոստոնյան մեր համերգով, որը շատ հուզումնալից էր, այնտեղ հանդիպեցինք Կոնստանտին Պետրոսյանին, որը որ հեղինակել է Հայաստան հանրահռչակ երգը, այո, ես դա նաև ներկայացրել էի Լիբանանում մեր համերգային տուրի ընթացքում եւ շատ հուզիչ էր կատարել ստեղծագործությունը հեղինակի ներկայությամբ, որը ինքը շատ գնահատեց եւ բեմում դա նշեց։ Այո, Լոնդոնում ունեցանք շատ գեղեցիկ համերգ, որը որ ցուցադրվեց արդեն եթերում, նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 105-ամյակին, ներկայացրեցինք նրա դաշնամուրային եւ ջութակի կոնցերտները, Անի Բատիկյանի եւ Նարե Արղամանյանի հետ միասին Վիեննայից հատուկ ժամանած, ինչ չէ նաեւ երկրորդ մասում Մոցարտի 40-րդ սիմֆոնիան ես կատարեցի իմ նվագախմբով եւ արդեն շարունակենք համերգները ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության կամերային նվագախմբի հետ մեր համերգը Երևանում, որը տեղի ունեցավ փետրվարի 24-ին, որտեղ ձայները հանդիպում են նվագախմբին խորագրով, ներկայացրեցինք լիբանանահայ Շողիկ Թորոսյանի սոպրանո եւ դաշնակահարուհի Մարիա Փալազյանի հետ հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, նոր մշակումներ, նոր մեկնաբանություններ, որը շարունակվեց մի շատ երկար սպասված համերգով Լիբանանի ամերիկյան համալսարանի պատմական հանդիսությունների սրահում եւ այո, պիտի ասեմ, որ կամերային նվագախումբը վերադարձավ Լիբանան 27 տարվա ընդմիջումից հետո, իրենց ելույթը եղել էր 1999 թվականին վերջին անգամ այնտեղ, ու համերգը բարեբախտաբար տեղի ունեցավ 750 հոգանոց հանդիսատեսի առջև եւ դժբախտաբար հաջորդ օրը սկսվեցին պատերազմական այդ իրավիճակը, մենք ասո կամոք վերադարձանք բոլորս մեր երկրները ողջ եւ առողջ, թողնելով այդ գեղեցիկ հուշը հայ եւ լիբանանցի հանդիսատեսին։ Բնականաբար երաժշտության հնչյունները։ Մեկ այլ հետաքրքիր ձեռնարկ ունեցա Լոնդոնում իմ նվագախմբի եւ մեր 6 սոլիստների ու մեր երգչախմբի հետ նվիրված Ջորջ Ֆրիդրիխ Հենդելին, ներկայացրեցինք նրա ջրային երաժշտություն սիմֆոնիկ սյուիտը, կրակային երաժշտություն սիմֆոնիկ սյուիտը, որոնք որ գրվել են այնտեղի թագավորական ընտանիքների պատվերով, ինչ չէ նաեւ նրա արիաները, նրա հայտնի մեսայից հատվածներ, հալելույա հատվածը, սոլիստների եւ ուրեմն մեր կոլեգան Մոզես Տորտոն կատարեց Տիգրան Մեծ օպերայի, Տիգրան Մեծի արիան, որը որ այս անգամ գրել է Հենդելը։ Դրա համար եմ ասում, որ շատ կոմպոզիտորներ եվրոպացի, հատկապես բարոկ շրջանի, անդրադարձել են վաղ շրջանում հայ պատմությանը եւ մենք այս մեր բարոկ համերգների շրջանակներում իրենց հանրահռչակ գործերի կողքին դա ենք ներկայացնում եւ բոլորը զարմանում են, ուրեմն այդ
ինչ կարևոր պատմություն պետք է ունենար հայոց ազգը, որ Հենդելը, Վիվալդին, Գլյուկը եւ մնացած մեծությունները այդ ժամանակ նույնիսկ 18-րդ դարում, 17-րդ դարում անդրադարձել են մեր պատմությանը, այդ լիբրետոներով գրել օպերաներ, այդպես եւ ունեցանք եւս մեկ հետաքրքիր համերգ Իլինգի թաղապետարանի, քաղաքապետարանի կողմից եւ 24 համայնքների մեջ մեր երգչախումբը Լոնդոնյան ներկայացրեց Կոստանտին Օրբելյանի այս անգամ երգերը առաջին անգամ Լոնդոնյան հանդիսատեսին եւ արժանացավ բարձր գնահատականի Լոնդոնի Իլինգի քաղաքապետի կողմից մեր ներդրած կարևոր ելույթի արդյունքում հավաքված դրամաշնորհի կողմից, որ պետք է օգնի անապահով ընտանիքներին եւ ունենք այստեղ արդեն Հայաստանում տեղի ունենալիք համերգի աֆիշան մեր օրեր եկանք, այո, հունիսի 16-ին Ջոել Մարտինի հետ պիտի ունենանք համերգ, Կոմիտաս Ջազիկլ խորագրով, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում, պիտի նաև փակագծերից որոշը բացեմ, ես էլ պիտի եւս երկու երգով հանդես գամ համերգի ընթացքում, բնականաբար Կոմիտասյան, որ նաև պիտի հնարավորություն ունենա այս երգացանկում կընտրել մեր լոնդոնյան հանդիսատեսը հունիսի 27-ին Լոնդոնի Սենթ Փոլ Սուրբ Պետրոս կաֆեդրալ տաճարում։ Վստահ ենք այս ալբոմը հաստանալու է ավելի տարիների ընթացքում սիրով ձեզ կհյուրընկալենք, իսկ այս պահին մեզ հուշում եմ, որ մեր եթերաժամը ցավոք թե բարեբախտաբար ձեր համար որ հասնենք, սպառվեց։ Շնորհակալ ենք շատ եւս մեկ անգամ, որ օրը սկսեցիք մեզ հետ, շնորհակալություն մեր հեռուստադիտողներին, այսպես հավատարիմ մեր եթերում մնալու համար, բոլորիդ մաղթում ենք լավ աշխատանքային օր։ Առջևում տոնական օրեր են նաև վայելեք ձեր ազատ օրերը։